Ողջույն, իմ հյուրն այսօր Կազա մարդասիրական շվեյցարական հիմնադրամի փախստականների մարդասիրական ծրագրերի ղեկավար Մարա Թունյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Այսօր խոսելու ենք ինձ համար մի շատ կարևոր թեմայի մասին, կամավորության եւ էթիկայի փոխհարաբերություններից ենք խոսելու։ Ամենասկզբում նախ ուզում եմ հասկանանք ինչքանով կարող է կամավորական աշխատանքը պրոյեկտվել բարոյագիտական ոլորտում, այսինքն ինչքանով ինչ բարոյական արժեքներ, ինչ բարոյական որակներ պետք է ունենա մարդը, ով ձգտի լինել կամավոր։ Գիտեք, երկար մտածել եմ իրականում ինչն է այդ դրդող ուժը, որ մարդկանց ստիպում է կամավորություն անել։ Մի քանի մտքումս եկավ, մեկը որ մարդիկ ուղղակի ծնվում են այդպիսին։ Կան մարդիկ, որ ծնվում են, կան մարդիկ, որ ընտանիքում մեծանում են տեսնելով, կան մարդիկ, ովքեր ինչ որ ժամանակ անց ձեռք բերելով լիքը տարբեր նյութական արժեքներ հասնում են մի կետի, որ հասկանում են, որ նյութական արժեքը դեռ այն չէ, ինչ ինքը իրականում ցանկանում էր ունենալ։ Ու այն փոփոխությունը կամ այն լավ գործը, այն բարի գործը, որ ինքը կարող էր ստեղծել միտեղ մեկի համար, այդ դառնում է արժեք ու հանուն դրա մարդիկ սկսում են ինչ որ բաներ անել նաև մեկ ուրիշի համար։ Ինչպես են մարդիկ դառնում կամավոր, չգիտեմ, միգուցե իրենք նաև իրենց ներսում ինչ որ մի բաց լրացնելու համար են դա անում։ Միգուցե կա կարիք, որը բավարարված չի ու լրացված չի ու միայն մեկ ուրիշին կամ մեկ այլ տեղ որևէ ձև օգտակար լինելու կարիքն է, որ մարդկանց դրդում է իրականում անել կամավորություն, որովհետև կամավորությունը ինքը ֆինանսը չի, գումար կարելի է աշխատել ցանկացած տեղ, աշխատանքի շնորհիվ գնալ վաստակել, բայց այն արժեքը, ինչ դու կարող ես ստեղծել, դա գումարային չի։ Երբեմն ասում են, չէ, կամավորները չեն վարձատրվում, բայց ոչ թե նրա համար, որ իրանք արժեքավոր չեն, այլ որովհետև իրենք անգին են։ Հա, ու չես կարող իրականում իրենց վարձատրել։ Ու ես կարծում եմ, որ թեկուզ այդ փոքրիկ կաթիլը, որ օվկիանոսի մեջ ինչ որ մի փոփոխություն բերում է, կարող է ջրի մակարդակը մի փոքր բարձրացնում, բայց միևնույնն է բարձրացնում է։ Ու եթե չլինի օրինակ այդ կաթիլը, ծովը մի քիչ ավելի կամ օվկիանոսը մի քիչ ավելի ցածր մակարդակ կունենա, հետեւաբար էական էլ չի նույնիսկ ինչ չափի եւ ինչ ծավալների կամավորություն ես դու անում, բայց այդ մի փոքրիկ բանն էլ հետագայում համայնքներում, մի մարդու կյանքում լիքը փոփոխություն բերում է։ Ու այդ մարդկանց միայն ժպիտը բավարար է, որ դու քեզ լավ զգաս, որ մի կարևոր բան արեցիր։ Այսինքն փորձենք այսպես ամփոփել ձեր ասածը, որ մենք կամավորություն անում ենք շատ հաճախ ավելի շատ հենց մեզ համար, քան այն տեղում, այն դերում կամ ոլորտում, որ մենք մեր կամավորական աշխատանքը ներդնում ենք։ Այսինքն մեր անձնային որակների, մեր զարգացման ու կատարելագործման վրա դա շատ ավելի ազդեցություն կարող է ունենալ, քան նույնիսկ ոլորտի բարեփոխման վրա։ Ես եւ համաձայն եմ եւ չէ, ասեմ ինչու։ Իրականում այո, մենք առաջին հերթին անում ենք մեզ համար։ Ցանկացած բան, որ մեր կյանքում անում ենք, նույնիսկ հայելու մեջ նայում ենք, մի փոքր գեղեցիկ ենք, ավելի մեզ զգում, անում ենք առաջինը մեզ համար, հետագայում նաեւ մեկ ուրիշը որ տեսնի, նաեւ մի քիչ նաեւ հաճույք ստանա։ Հետեւաբար նույն կամավորությունն էլ է այդպեսին։ Եթե ես ներքուստ բավարարված մարդ եմ, ես իմ արժեքային համակարգով շատ կարեւոր դեր եմ հասարակության մեջ ունենում, ինչու՞ չէ, ես լինելով արդեն այսպես ամբողջական մարդ եւ փորձում եմ մի փոքր տարածել այն ինչ որ իմ ներսում կա, այն ամբողջ լավը եւ բարին, ես օգնում եմ նաեւ հասարակության մնացած անդամներին լինել այնպեսին, ինչպեսին ես եմ։ Ես միգուցե մենակ եմ, բայց ես աշխատում եմ խմբի հետ, պատկերացեք այդ խմբի մեջ 1-2 հոգին էլ կարողանա իմ արժեքային համակարգի կրողը դառնալ, ուրեմն ես արդեն մեծ փոփոխություն եմ արել։ Բայց այո, հետ եմ գալիս նույնիսկ նա, որ առաջին մենք անում ենք ինչ որ բան մեր հոգու խաղաղության համար, մեր միգուցե արժեքային համակարգին մոտ, հետո նոր դա փորձում բազմարկել եւ տարածել այն համայնքում, որի համար որ անում ենք, կամ միգուցե այն մարդու կյանքում,
կլինի անհատ թե համայնք էական չի արդեն։ Ես վերջերս TED Talk-եր էի նայում կամավորության հետ կապված մի շատ հետաքրքիր հետազոտության հանդիպեցի, որտեղ խոսնակը հնչեցնում էր հետևյալ հետազոտության արդյունքները, որում ասվում էր, որ իսկապես լուրջ հետազոտություն էր արված, որ կամավորություն անող մարդիկ սրտանոթային խնդիրներ ավելի քիչ են ունենում, այո, քան կամավորություն չանողները, ու դրա համար ինքն ասում էր գոնե հանուն ձեր առողջության, ես ձեզ, այո, պրոպագանդում էր, որ անպայման անեն կամավորություն, այսինքն անգամ մարդու ֆիզիկական ինքնազգացողության վրա կարող է կամավորությունը դրական ազդեցություն ունենալ։ Կարող է շատ տարօրինակ թվալ, բայց ես մի տեսակ հավատում եմ այդ հետազոտության արդյունքներին, այո։ Միայն ֆինանսը չի էլի, որ ձեր առողջության համար կարող է օգտակար լինել։ Այո, այդ զգացողությունը, որ մենք ապրում ենք, այն աչքերի փայլը, որ մենք տեսնում ենք, ես ինքսին վրա եմ վերցնում, որտեղ ես էլ իմ տեսակով էլի կամավոր եմ կամ կարելի ասել տվող, որովհետև մարդիկ կան տալիս են, մարդիկ կան չեն տալիս։ Ես հիմնականում տալիս եմ, որպեսզի նաև տեղ ազատվի իմ ուղեղում, մտքում նորի հանդեպ։ Ու այո, մարդիկ երբ որ անընդհատ այդ ցիրկուլյացիայի մեջ են գտնվում, տալիս, առնում են, մի տեսակ այդ process-ը շատ գեղեցիկ տեղի է ունենում եւ դու ես զարգանում եւ մնացածն են զարգանում, հետեւաբար նաեւ առողջ ես լինում։ Ինչ է տեղի ունենում օրգանիզմում ինչու process-ներ են, չէ՞, անմարտադրվում են հորմոններ, որոնք որ միգուցե երջանկության հորմոն են, իսկ եթե դու արդեն ուրախ ես, հետեւաբար առողջ ես լինում։ Դեպրեսիվ մարդիկ կամ ստրեսին ավելի հակված լինող մարդիկ իրականում չեն գտնում երևի ինչով զբաղվեն կամ ինչպես օգտակար լինել։ Այ երևի օգտակարության զգացողություն մի փոքր բարձրացնել եւ իրեն հնարավորություն տալ անել մի բան, որից ինքը լավ է, կամ թեկուզ լավ էլ չէ, հասկանում է, որ օգնելու է մեկ ուրիշին, ով նման իրավիճակում է, կամ միգուցե ավելի վատ կամ լավ էական չէ, այդ արդեն մի փոքր եւ իրեն է առողջ դարձնում եւ հասարակությունն է առողջ դարձնում։ Իսկ եթե մենք առողջ ենք, հասարակությունն առողջ է, երկիրն առողջ է, ու այդպես գնալով ավելի մեծանում է էլի այդ ծավալները։ Այո, մենք անձով պայմանավորված սոցիալական էակներ ենք, մենք չենք կարող մենակ երջանիկ լինել, մենք չենք կարող մենակ, այսինքն մենք պիտի նաեւ ծաղկեցնենք, երջանկացնենք մեր շուրջը, շրջապատը, չէ՞։ Այո, եւ պիտի հասկանանք, որ ուզում ենք նաեւ դա անել։ Մարդիկ կարող են երջանիկ լինել եւ փակ լինել, չցանկանալ դա տալ։ Իսկ եթե դու արդեն պատրաստ ես տալու, նշանակում է քո մեջից քո մի կտորը, այն լույսը կլինի այն ամենալավագույն, չգիտեմ, էմոցիան, դու կիսում ես։ Իսկ կիսելու գաղափարը դա պետք է դեռ այո, բումերանգի պես հետ է գալիս, ու միշտ չի ու պարտադիր չի որ նույն մարդուց դա գա եւ նույն հասարակության անդամից, դա կարող է մեկ ուրիշ տեղից գալ, բայց կարևոր որ դու նկատես, որ դա եկավ։ Ու դա այն նախքին, ասենք թե 1 ամիս, 2 ամիս, 1 տարի առաջ արված քո մի փոքրիկ գործն էր, որ այսօր մեկ ուրիշ տեսքով միգուցե հետ է գալիս, ու դրանից դու ավելի առողջ ես, ավելի ուրախ ես, ավելի շատ էներգիա ունես եւ ավելի տալու հնարավորություն նաեւ։ Մենք շատ դրական ու շատ պուպուշ բաներից ենք խոսում կամավորության համատեքստում, բայց ես կուզեմ նաև հարցը դիտարկենք դրա, այո, մյուս տեսանկյունից, որովհետև պատահական չի, որ հենց դու ես իմ հյուրը, որ մենք այս թեման ենք քննարկում, բայց կուզեմ նաև մենք կամավորության թեման դիտարկենք որպես, երբ որ մարդիկ շահագործում են այս կոնցեպտը, այսինքն կոնցեպտը կիրառվում է կամ օգտագործվում է ոչ միայն իր բարոյական, դրական դրսևորումներում, այլ դրա հակառակ կողմում։ Սրա հետ կապված ինչ կասեք։ Նայեք, սովորաբար մարդիկ պետք է իրենք ընտրեն լինել կամավոր կամ չընտրեն։ Դա չպիտի լինի երբևէ պարտադիր, որովհետև եթե դա դառնում մի բան, եթե պարտադիր եղավ եւ մեկին ստիպեցին անել, պարտադիր կամավոր, չէ՞, այդպես արտահայտություն կա, պարտադիր կամավոր պետք է մնաք եւ անեք այս գործը։ Ինքը մի տեսակ ներսում մարդու նաեւ ստեղծում է բացասական էմոցիաներ, որը նաեւ դարձնում է այդ կամավորության process-ը ոչ ճիշտ։ Ինչը նշանակում է, որ մարդու ներսից պիտի գա այդ ցանկությունը անել ինչ-որ բան կամ չանել։ Այո, մենք վաղուց ճանաչում ենք ու եթե հիշես մեզ մոտ մենք միշտ տալիս էինք հայտարարություններ, որին մարդիկ դիմում էին։ Դիմում են եւ գրում են իրենց ամենաջերմ նկատառումները ինչու համար են իրենք ցանկանում լինել կամավոր, ինչն է իրենց դրդում լինել իրական կամավոր, ու մենք փաստացի ընտրում էինք այն մարդկանց, ում գրած երկու տողը միգուցե շատ սրտի նուրբ լարերին դիպչում էր, դու հասկանում ես մարդ ուզում է կիսել ամեն ինչը ու էական չէր, որ
մարդը կարող էր մի քանի տեղ աշխատել ու էական չէր թե որ ինքը ժամանակ ունենար, թե չէր ունենա։ Ու ժամանակի մասին ընդհանրապես խնդիր չի, մարդիկ ամենածանր աշխատանքը անելու դեպքում նույնիսկ պատրաստ են 1-2 ժամ շաբաթվա մեջ տրամադրել մեկ այլ գործ անելու։ Իսկ պարտադիրի մասով գիտեք հիմա մի քիչ խեղաթյուրվել է կամավորի հասկացությունը, տեղեր կան, որ այո տալիս են այդ ազատությունը, որ դու կարող ես ընտրել լինել, կամ մի տեղ էլ որ պարտադրում է, որ դու լինես կամավոր, ունենաս այդ թուղթը, ու շատ մարդիկ անում են այդ կամավորությունը, որովհետև այդ փոքրիկ թղթի կտորը միգուցե լիքը բան փոխի իր կյանքում, իր ուսումնառության ընթացքում եւ հետագա միգուցե աշխատանքային կյանքում, ինչու՞ չէ, եւ մարդիկ ավելի հաճախ դա դարձնում են գործիք եւ կորումաբուն իմաստ է, իսկ ինչի համար ես պիտի անեմ կամավորություն։ Դրա համար ես երևի հետ դառնամ, թե որտեղից պետք է դաստիարակությունը գնա, որ մարդ երբ որ հասնի այն մակարդակի կամ այն տարիքի, որտեղ իրեն միգուցե պարտադրեն ունենալ այդ փոքրիկ թղթի կտորը, ինքը հասկանա, որ դա անում է ոչ թե թղթի կտորը ունենալու, այլ ներսում շատ ավելի խորը մի գործողություն կա, որի համար ինքը դաստիարակվել է, որ այո կանեմ, կտան այդ թուղթը, կտան շատ ավելի լավ, չեն տա, բայց ոչինչ, գոնե ես արել եմ մի լավ ու կարևոր բան։ Այդ ոնց որ մի քիչ լավ կլինի, որ փոքր տարիքից երեխաների մոտ սերմանեն, իսկ ինչի համար ինքը պիտի անի կամավորություն։ Բայց եկեք նաև սրա դրական կողմը նայենք, որ երբեմն մարդիկ կարող են պարտադրանքից դրդված գնալ կամավորության, բայց դա իրենց այսպես ասած դարձի բերի, այո, այսինքն ինչ որ դրական ազդեցություն այնուամենայնիվ ունենա, որովհետև ինչպես դուք բազմիցս ձեր խոսքում նշեցիք, այդ դրական, այդ հուզական, այդ ամեն ինչը, որ ապահովում է կամավորությունը, աշխատանքը, այդ աշխատանքը ձեզ համար, անփոխարինելի է, անվարձատրելի է, չէ, անգնահատելի է, հետևապես ստանալով դա, մարդը կարող է նաև զգալ, ներքուստ հասկանալ դրա կարևորությունն ու էությունը։ Ես հիշում եմ, որ շատ դպրոցական տարիներին, երբ նոր սկսել էի կամավորություն անել, դեռևս վաղ 2003-4 թվականներին բավականին մշակույթը այդքան տարածված չէր մեր իրականության մեջ ու մարդիկ շատ հաճախ շատ տարօրինակ էին ընկալում։ Կուզեմ նաև մշակույթի ինչը բերեց, որ մշակութային ընկալման փոփոխություն տեղի ունեցավ եւ հենց նույն դուք ձեր հիմնադրամը, ձեր գործունեությունը ինչքանով նպաստեցիք դրան։ Նայեք, շատ կարևոր է թե ովքեր են կանգնած նաև կամավորներին առաջ տանելու գործում, ովքեր են շարժիչ ուժ հանդիսացող անձիկ, ում հետևից կգնա նաև կամավորը, որովհետև ձեր ասածում սկզբնական հատվածում կար այո միգուցե դու պարտադիր գաս, բայց հետագայում դու հասկանաս, որ սա այն վայրն էր, որը քեզ ռեալիզացնելու ամենահարմար տարբերակն էր, ու կարևորը նաև թե այո ով է առաջ տանում, ով է մենտորությունը անում ու ում հետևից դու միգուցե նաև աշխարհներ գրավես, չգիտեմ, փոփոխություններ իրականացնես աշխարհում, որ նախկինում միգուցե շատ տարօրինակ թվար, եթե նույնիսկ հնչեցնենք մի փոքր, որ այո կարելի է փոփոխություն բերել աշխարհում կամավորի միջոցով։ Նայեք, կամավորի ներգրավվածությունը կամ մեր հիմնադրամը ոնց է սկսել նաև այդ փորձը, ասեմ, որ շատ տարիներ առաջ, երևի մոտ 20 տարի առաջ, մենք շատ փոքր քայլերով գնացինք առաջ, այն ժամանակ շատ հայտնի չէր, ու մարդկանց համար միգուցե տարօրինակ թվար այդ բառը անգամ կամ տերմինը, բայց փոքր քայլերով երևի նաև մեզանից յուրաքանչյուրի մի փոքր գործողությամբ մենք փոքր ծրագրեր իրականացրեցինք։ Մի ծրագիրը հաջողություն ունեցավ, մի քիչ ընդլայնեցինք, երկրորդն ունեցավ, ընդլայնեցինք։ Ու ինչ ենք անում մենք իրականում, երբ որ մի խումբ մարդկանց վերապատրաստում ենք որպես կամավոր, որովհետև մենք իրենց նաև կրթում ենք։ Այստեղ միայն ձեր կամքը եւ ցանկությունը չէր, այլ մենք ձեզ հետ մի ճանապարհ պիտի անցնենք, որտեղ որ պետք է մեջք-մեջքի կանգնած, եթե կլիներ խնդիր օգնենք, եթե կարող ենք ինքնուրույն անել, անենք, բայց երբեք մենակ չթողնելով, մենք աստիճանաբար մեծացրենք այդ բանակը, ու հիմա եթե փորձում ենք ասել կամավոր, նաև մարդկանց մտքում գալիս է նաև գազան։ Այո, եւ գազից դուրս եկած յուրաքանչյուր կամավոր իր կյանքում հաստատ մի հետք թողել է, որովհետև մենք ստեղծում ենք այնպիսի կապեր, որ
մի քանի կողմին օգուտ էր լինում, եւ լինում էր կամավորին, եւ հիմնադրամին, եւ հանրությանը, եւ անհատին, եւ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում փոխում էր իրավիճակ։ Ու գնալով հավատացեք, եթե դու մի բան լավ ես անում, մի գործ լավ ես անում, բերնեբերան այդ գովազ չասեմ, բայց մարդն ասում է, որ այո, դու գնացեք դիմեք, ու ես ունեմ լիքը ծանոթներ, որ մեկը մյուսին խորհուրդ տալով եկել են, ու մեզ մոտ մի տեսակ ստացվում է ընտանիք։ Մենք չենք համարում կամավորին լրիվ օտար դրսում գտնվող մեկ, որ մտավ, արեց մի բան եւ դուրս եկավ։ Ինքը դառնում է կազա ընտանիքի մի մեծ մասնիկ, ընտանիքի անդամը փաստացի ասած, եւ իզուր չի որ տարիներն անցնում են, այո, որ մենք միասին աշխատել ենք ու այո, Հայ-Ադրբեջան նաեւ կամավոր ենք, դու կամավոր ես եղել, ես միգուցե ծրագրի կոորդինատոր, բայց տարիներն անցնում է ու մենք նորից իրար հետ կապ ենք ունենում։ Ու այս են ամենավառ ապացույցն է նրա, որ մարդիկ ուղղակի չեն գնում եւ կորում։ Չէ, իրենք մի օր հետ են գալիս։ Հետ են գալիս շատ ավելի միգուցե այլ մակարդակների հասած, այլ կրթական աստիճաններ ունեցած, բայց երբեք չեն մոռանում նաեւ այն արմատները, որտեղից իրենք նաեւ սնվել են ու միգուցե այդ փոքրիկ հետքը, որ մենք կարողացել ենք թողել, այո, թողել ենք, ու մարդիկ շնորհակալ կերպով միշտ մի բան էլ փորձում են իրենց հերթին անել, անգլերեն լավ խոսքը pay it forward-ն է, հա, գալիս։ Ես քեզ դու մեկ ուրիշին ու ոչ միշտ պարտադիր, որ հենց մեզ հետ գա։ Ու դա նշանակում է, որ դու անում ես մի բան, որը շատ կարևոր է ու իրականում ինքը պետք է զարգանա։ Ու մարդկանց վերաբերմունքն էլ հիմա եթե մի քիչ նայեմ մյուս տեսանկյունից, տեսեք մենք փոփոխություն ենք մտցնում ու մտցրել ենք ու շարունակում ենք ելի մտցնել, որովհետև լիքը մարդ տարվա կտրվածքով ելի ցանկություն ունի գա, վերապատրաստվի, անի մի լավ գործ ու միգուցե նորից դուրս գա։ Հետո նորից գա, անի ու այսպես հետաքրքիր մի հատ process է տեղի ունենում, որը առողջ է։ Առողջ կենթանի օրգանիզմի նման, հա։ Ինքը շարունակում է գնալով պիտի ավելի լավը դառնա, այո, ես չեմ ասում, որ այսօր վերջացնում ենք, բայց ինձ համար միշտ հաճելի է ամեն անգամ ինչ-որ մեկին տեսնել ու ես ներքուս շատ ուրախ եմ լինում, որ ասեմ, բայ ինքն էլ մեզ մոտ էր, էլի, ժամանակին մենք միասին աշխատել ենք, իրար հետ ճանապարհ ենք անցել, երբեմն նաև հակված եմ ասել մեր մարտական ընկերներ, որովհետև իրավիճակներ են եղել, երբ որ շատ բարդ էր, ու այդ բարդ իրավիճակում լինել կամավոր միգուցե կարող արդյունքներ էլ հայտնվեն, բայց միասին արել ենք ու այդ մարդիկ անձնուրացաբար, առանց որևէ գումարի, առանց որևէ ժամանակի, առանց տրտնջալու արել են բաներ, որի համար չեն վարձատրվել, բայց մի հատ գրկելը, մի հատ սիրուն ժպիտը, մի բարի խոսքը իրանց այնքան ուժ է տվել իրականում։ Տեսեք, շատ կարևոր բաներ եք ասում, բայց ես հիմա փորձում էի մտովի հետ գնալ, մոտավորապես 20 տարվա կամավորության փորձ կարելի է ասել ունեմ, բայց այդ ճանապարհին հաճախ հանդիպել եմ այնպիսի կազմակերպությունների, որոնցում կամավորություն եմ արել, ոչ միշտ էր, որ կամավորը որպես արժանապատվություն, այսպես ասեմ, գնահատվում էր, որովհետև սկսած պայմաններից, սկսած կային իրավիճակներ, լինում են իրավիճակներ, երբ որ կամավորի արժանապատվությունը կամ հատկապես բարոյական արժեքները կարող են հակասել այն ամենին, ինչը որ ինքը պիտի անի։ Կուզեմ այս հարցին անդրադառնանք եւ մի ուրիշ կարևոր հանգամանք եւս, այսինքն մարդիկ շատ հաճախ կամավորներին ներգրավում են շահագործման նպատակով, այսինքն ոչ թե աշխատանքը, այո, այսինքն իրենք փորձում են աշխատանքը բարթել կամավորի ուսերին։ Սա եւս նկատելի երևույթ է մեր իրականության մեջ։ Գիտեք, կան նման բաներ, ես չեմ բացառի, բնականաբար ես աշխատում եմ մի կազմակերպությունում, որի համար միգուցե խորթ է այն ամեն ինչը, ինչ հիմա լսում եմ, բայց չեմ բացառում, որ բայց միևնույն ժամանակ ասել, որ չկա։ Հա, ես չեմ կարող էլի ընդհանրացնել եւ ասել, որ այո, ամբողջ Հայաստանի Հանրապետությունում բոլոր ՀԿ-ները, հիմնադրամները աշխատում են նույն ոճով, բայց կան այո լավերը, ես գիտեմ նաև շատ կառույցներ, որ նույնատիպ գործունեություն են ծավալում եւ շատ այո առողջ սերունդ ենք մենք նաև թողարկում կարելի ասել մեր հասարակության մեջ, բայց պիտի ասեմ, որ այո ցավալի է, բայց լինում են դեպքեր, ինչպես պայքարել դրա դեմ, չգիտեմ, երևի նաև առողջ կրթել անձանց նախքան իրենք որևէ տեղ, որևէ կամավորության կդիմեն, որպեսզի իրենք իմանան նաև իրենց իրավունքները, որպեսզի իրենք
Միշտ իմանան, որ այն ամենափոքրիկ բանն էլ որ անում են, բավական մեծ արժեք է, ում հետ են դա անում, իրենք ունենան այդ ընտրության իրավունքը, իրենք ձայնի իրավունքը ունենան, որովհետև ամեն մարդ ինքն է որոշում իր հետ ինչպես կվարվեն, ես կարծում եմ, եթե մենք անընդհատ չմտածենք, որ սա էս իմ գործը ինքը շատ անարժեք, անարժան, միգուցե ոչ մի դրամ չի հետապնդում, դրա համար ինձ այսպես են նայում, մենք ներքուստ ինչպես մտածում ենք եւ ինչ մեզանից դուրս ենք թողնում, դիմացը նաեւ նույն կերպ ընկալում եւ երբեմն հետ է տալիս նույն անձին։ Դրա համար եթե մենք մի քիչ ավելի կիրթ եւ առողջ ձևով վերաբերվենք կամավորությանը, որ մենք մեզ առաջին հերթին շատ արժևորենք ու գնահատենք, մեր արած ցանկացած գործողություն շատ առողջ ու դրական ձևով կանդրադառնա նաև այդ ոլորտին։ Եվ եթե տվյալ մարդը այդ ոլորտում լավ չի զգում, ինքը ուղղակի պետք է շատ շուտ դուրս գա։ Դուրս գա, բայց եւ մտածի, իսկ ինչը փոխեմ նաև այդ կարծում, ինչպես որպես անձ անհատ, որ ունեցել եմ, ասենք, վատ փորձ, ոնց ես կարող եմ չընդհանրացնել ամենակարևորը։ Չվերցնել որպես բացասական դեպք, այլ վերցնել որպես դաս քաղած, հետագայում վերանայելու, ինչ որ բան փոխելու եւ իր մեջ, եւ միգուցե այդ հասարակության փոքրիկ բանի մեջ սովորացնելու ինչու՞ չէ նաեւ, որովհետեւ կամավորը ինքը միայն գործը չպիտի անի, մենք էլ իրենցից ենք սովորում։ Ես ասում եմ, այնպիսի մարդիկ են եկել մեզ մոտ որպես կամավոր, որ ես մտածում միշտ հարց ես տալիս, ասում ես լավ, ամեն ինչը ունի էլի, այդ մարդը առավոտից իրիկուն զբաղված է, ոնց է գտնում այդ ժամանակը գա ու դու նայում ես, դու էլ ես ոգևորվում։ Ասում ես հետաքրքիր է էլի, ինքը կարող ուզում է գա եւ դա անում է միայն իր համար չէ, արի ուտես եւ ինձ համար եւ մնացածի համար։ Բայց տեսեք, ինչքան էլ որ ես միջև նորից այդ հարցին եմ ուզում անդրադառնալ, այսինքն ձեր բերած օրինակն էլ ինձ նորից տարավ այդտեղ, մենք ամեն դեպքում երևի էգոիստական բարի դրական իմաստով դրսևորում կա կամավորության մեջ, որովհետև ինքը երբ որ հնչեցնում ենք, շատ ալտրուիստական դրսևորում կարծես թե ունի, բայց ես միշտ անգամ հիշում եմ փիլիսոփայության դասերին, երբ որ քննարկում էինք ալտրուիզմը որպես ուղղություն, ու կա նաև ենթադրություններից կամ մեկնաբանություններից մեկը, որ դա խորքային թաքնված էգոիզմն է, չէ՞։ Այսինքն նույնը կամավորության վրա կարող ենք պրոյեկտել, որ կամավորությունն էլ ամեն դեպքում ինչ որ թաքնված լավ դրական էգոիզմ գուցե ունի, այսինքն մարդը ինքը ինքնազարգացման, որովհետև տեսեք կամ նույն մեր իրականության մեջ շատ հաճախ ուսանողները նորավարտ դժգոհում են, ասում են որտեղ գնում ենք աշխատանքի, մեզանից աշխատանքային փորձ են պահանջում, բայց ինչպես դուք շատ ճիշտ նշեցիք, որ կրթության մեջ երևի չափաբաժիններով պիտի տրվի այդ ուսանողներին, աշակերտներին, որ այդ փորձը դու կարող ես քո ուսումնառությանը զուգահեռ ունենալ։ Այսինքն կամավորական աշխատանքը իրականում նաև աշխատանքային փորձառություն է, այո, փորձառնական պրակտիկա։ Գիտեք, նայեք, համաձայն եմ իրականում մեզ մոտ Երբ որ ես ինքս իմ վրա վերցնեմ օրինակ, որ ավելի պարզ ստանա, ես ինչ որ ժամանակահատվածում որոշեցի, որ ես տվյալը գիտություն եմ ուզում սովորել, որովհետև ես սիրում եմ սովորելը, կրթվել անընդհատ։ Երբ սովորեցի, առաջին բանը, որ իմ մտքում եկավ, իսկ ես ինչպես կարող եմ նաև հմուտ լինել այդ ոլորտում, կամավոր որևէ տեղ աշխատելն էր։ Տեսեք, հիմա մեր համալսարանական իրավիճակն եմ ասում, երբ որ յուրաքանչյուր ուսանողի մեջ լինի իր ստացած գիտելիքը մեկին անվճար տալու, բայց զուգահեռ այո վերցնելու նաև ինչ որ բաներ իր համար պրակտիկորեն զարգացնելու, որ վաղ մյուսօր եթե իրեն հարցնեն, ասեն, իսկ դուք աշխատանքային փորձ ունեք, գոնե կամավոր աշխատանքային փորձը կարողանա շեշտել, դա շատ սիրուն process է, որ կարելի է իրականացնել, որովհետև մենք մի պահ պետք է անենք դա անվճար, հետո նոր դա մեզ գումարի տեսքով հետ գա։ Մի ուրիշ թյուր ըմբռնում էլ կա, երբ որ ես հասարակության մեջ տարբեր ոլորտներից, շերտերից, ավելի ճիշտ ինչ որ հետադարձ կապեր են ականջիս հասնում, շատ հաճախ մարդիկ մտածում են, որ եթե դու կամավորություն ես անում, ապա որևէ տիպի դրամական փոխհատուցում պիտի չլինի։ Սա եւս կարծում եմ թյուր ըմբռնում է կամավորության մեջ, որովհետեւ ես հիշում եմ նույն կազայում, երբ որ մենք կամավորություն էինք անում, 10 տարի առաջ ուղիղ, մեզ
օրինակ այսպես ասած pocket money կոչվածը տալիս էին, այսինքն որ մենք մեր ճանապարհածախսը, մեր ընդմիջման ծախսը եւ այլն կամ մեր ընտանիքների համար ինչ որ բան էինք անում, սիրիահայ ընտանիքների հետ էինք աշխատում այդ ժամանակ պատերազմից հետո Հայաստան եկած ու մեզ այսինքն որոշակի գումար տրվում էր, իհարկե մենք հետո նաեւ հաշվետվություն էինք ներկայացնում, որը էլի գիտելիք էր, այսինքն նաեւ ֆինանսական գրագիտություն, այո, լիքը հմտություններ։ Տեսեք, նայեք, դուք նշում եք այնպիսի բաներ, որ այո, մենք կրթել ենք կամավորին։ Միգուցե տվյալ պահին իրենք չեն հասկացել, որ այո, ֆինանսական կամ բյուջեի պլանավորումը, բյուջեի ծախսումը ինքը հմտությունն էր, որը իրեն որևէ մեկը չէր տա, բայց այն ժամանակահատվածում, երբ իրենք եղել են կամավոր, այդ process-ների մեջ անցնելով իրականում շատ կոփվել եւ հմտացել են։ Բայց այո, սխալ կլինի ասել, որ կամավորները ուղղակի անում են կամավորություն եւ առանց ինչ որ բանի։ Այն անգլերեն ասում են լավ ինսենտիվ է կոչվում կամ մի բան, որը որպես փոխհատուցում տրվելու է կամավորին։ Դա ոչ պարտադիր միշտ դրամական տեսք ունի, դա կարող է լինել, չգիտեմ, մեր դեպքում օրինակ մենք համագործակցում ենք ՄԱԿ-ՓԳ-ի հետ, իրենց կողմից իրենց ղեկավարի մի ջերմ խոսքը կամ իր կողմից ստորագրված վկայականը, որը տրվում էր կամավորին, շատ մեծ ավելի արժեք ուներ եւ վաղումս դա ներկայացնելուց միգուցե ինչ որ դռներ ավելին բացվեն ձեր առաջ, ինքը ավելի կարևոր էր, քան միգուցե այն փոքր դրամական աջակցություն, որ այո հնարավոր է որոշ կամավորների տան։ Բայց բնականաբար մեր ծրագրում ինքը լրիվ ուրիշ ոլորտ էր, ուրիշ իրավիճակ, ուրիշ ժամանակներ, որտեղ որ իրականում պետք էր այո կամավորին փոքրի շատ է կարևորել, որ դու եթե կամավոր ես, դա դեռ չի նշանակում, որ պետք է ամեն ինչ անես քո գրպանից, քո սեփական ծախսերով, այո մենք տրամադրում ենք ու մի ամբողջ թիմ աշխատել էր, որ այդ ծրագիրը լիներ այնպեսին, որպեսզի որևէ կողմ դրանից իրականում ոչ թե տուժեր, այլ հակառակը շահեր։ Այսինքն մենք եթե իսկապես մենք ուզում ենք մեր հասարակության մեջ ինչ որ դրական փոփոխություն, ինչ որ արկայծող լույսեր տեսնենք, պիտի մենք դառնանք այդ փոփոխությունը այդ հասարակության մեջ։ Այո, մենք պիտի դրա կրողը լինենք։ Դրա համար ես ամենասկզբում իմ խոսքի ասեցի, որ կախված նրանից թե ում հետևից դու կգնաս, եթե դու այո այդ կրողն ես եւ մարդիկ դա տեսնում են քո հայացքի մեջ, քո գործողությունների մեջ, որովհետեւ այդ ամեն ինչը միայն նստել այսպես աթոռին եւ կարեկցելը չի, կարեկցել եւ անելն է։ Ես կարող եմ նստել եւ հեռուստացույցը դիտել, ասել, «Վայ, ինչ մեղք են օրինակ այս ժողովուրդը, իրենք սրա կարիք ունեն», բայց մեկ այլ բան է, որ ես հասկանամ, որ դրա կարիքը եւ ես գործեմ։ Երբ որ ես նաեւ գործում եմ, դիմացինը նաև նկատում է, որ այս մարդու մոտ կա շատ դրսևորումներ, հա, եւ ինքը վերցնում է նույնը, ավելի լավացնում, ինչ որ տեղ վերցնում, կամ նույնը կամ բարելավում, ավելի լավը դառնում եւ այդ նույնը շարունակում։ Իրենից էլ հետագան վերցնում է մեկ ուրիշը։ Ինքնից շղթայական ինչ որ օղակ է, օղակներ է եւ պատկերացնեք մի հոգին փոխվեց, մնացածը արդեն շղթայական փոխվելու են։ Ու ինչքան մեծ խմբերի հետ ինքն աշխատի, ավելի մեծ փոփոխություններ են բերում Հայաստանում։ Ու ինչքան էլ որ որոշ մարդիկ կարող են կամավորությունը դիտարկել որպես էգոիստական դրսևորում, թեկուզ եւ այդպիսին, որովհետեւ էգոիզմը ինքը եթե գիտակցված, դրական, առողջ էգոիզմ է, այո, ապա դա շատ լավ ու շատ կարեւոր բան է անհատի եւ հասարակության համար, անգամ հանուն դրա անպայման պիտի մարդիկ իրենց կյանքի ինչ որ փուլերում, այո, անցնեն այդ շրջափուլով այդ ամեն ինչի միջով, որովհետև ինչպես դուք ասացիք, ինչ որ մի օր, ինչ որ մի կետում, ինչ որ մի ձևով դա միևնույնն է վերադառնալու է մեզ։ Ես երևի շատ կենտրոնանամ նաև իմ ունեցած փորձի վրա, երբ իմ աղջկա օրինակը կասեմ, ինքը 20 տարեկան է արդեն ու եղավ իրավիճակ անցյալ տարի, երբ որ ինքը կամավոր մի կառույցում ներգրաված եղավ եւ արդեն սկսեց ինձ հրավիրել որպես, չգիտեմ, որ ես տեսնեմ, թե ինչպես է ինքն դա անում։ Ես արդյունքները միգուցե աչքերից ես ասում եի, կա ժամանակ, երբ որ ես իրեն էի տանում կամ մեկ ուրիշին հզորացնում էի։ Ու հիմա եկել է մի պահ, երբ որ մեր կամավորը ու այն նույն կամավորը, ում ես հզորացրել եմ, հիմա հզորացնում է իմ աղջկան։ Իրականում միգուցե արդյունքները հայտնվեն աչքերից, ես այդ պահը ֆիքսում եմ, ես շատ գնահատում եմ, որովհետև այո ժամանակները փոխվում են, բայց դու տեսնում ես մեկ ուրիշ սերնդի ներկայացուցիչի մեջ, այն մեկին, այո, ծիլը
էլ աճում է ու հնարավոր է որ մի օր էլ իմ աղջիկը մեկ ուրիշին է նույն կերպ աճացնելու, ոչ պարտադիր որ անպայման այդ կապը մենք գտնենք, այս դեպքում ես գտա, բայց մեկ ուրիշ դեպքում միգուցե չգտնի, բայց տեսեք կա փոփոխություն ու երբ որ դու ամենասկզբում հավատաս, որ այո այդ փոփոխությունը լինելու է, ոչ թե միանգամից առաջին իսկ ինչ որ ձախողման դեպքում հետ ընկրկես ու չանես ինչ որ մի բան, այլ հակառակը հավատաս ու առաջ գնաս։ Նորից սայթակես, ընկնես, նորից առաջ գնաս։ Այնքան միջև դու հասկանաս, որ մի բան փոխում ես, բայց նաև ոչ պարտադիր պայմանով, որ սպասես, որ որևէ մեկը հետ տա։ Այդ սպասելիքը շատ ժամանակ նաև փչացնում է իրական դրսևորումը, ինչ մարդու ներսում կա։ Ոչինչ մի սպասի, ուղղակի արա։ Արա մի օր, մի 20 տարի հետո միգուցե հետ կգա, ու իրական գալիս է, որի համար ես այնքան ուրախ եմ, դա նշանակում որ իզուր չես ապրել, էլի։ Ժողովրդական ասացվածքն ասում է, չէ, լավություն արա թեկուզ ջուրը գցիր։ Հա, ջուրը գցիր մի օր։ Շնորհակալ եմ։ Միգուցե հետ գա։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար։